Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Նանի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, որ վերադարձությունները նախամարոտ։ Սուրբ Աթոռում Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապի հետ, զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, նաև անդրադարձ կատարել հումանիտար հարցերին։ Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտից քննչական գործողություններ էր իրականացնում Գյումրու քաղաքապետարանում։ Գյումրու քաղաքապետը եւ եւս 7 անձ ձերբակալվել են կաշառք ստանալու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Տիգրան Գաբրելյանը նշանակվել է Շենգավիթ շրջանի վարչական ղեկավար, հայտարարվել է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Անդրադարձ է կատարվել նաև Երևան ավտոբուսի, էլեկտրատրանսպորտի եւ մետրոպոլիտենի աշխատանքներին։ Փոփոխություններ տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում առաջարկվում է ստեղծել իրավական հիմք ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող տեխնիկական անվտանգության պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման համար։ Կայացել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։ Հանրապետությունում 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը պարտադիր կնքվելու են էլեկտրոնային տարբերակով։ Սպասվող փոփոխությունների շնորհիվ գործատուի կողմից իրականացվող գործողությունները կկրճատվեն, նաև կնքվող աշխատանքային պայմանագրերը կհամապատասխանեցնեն օրենքին։ Նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ խոշորացված համայնքում կայանալիք թիմ ընտրություններին Հանրապետություն կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանի թեկնածությունը։ Free News-ի հետ զրույցում Մարամ Սարգսյանը ներկայացրել է այս ընտրությունների հետ կապված իրենց առաջիկա անելիքները։ Սուրբ Աթոռ կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն 14-րդի հետ։ Նորին Սրբությունը զրույցում ընդգծել է Սուրբ Աթոռի եւ Հայաստանի միջև հաստատված սերտ հարաբերությունները, հատկապես կարևորելով Վենետիկի Մխիթարյան միաբանության դերը այդ կապերի խորացման գործում։ Հանդիպան ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, նաև անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։ Նորին Սրբությունը շնորհավորել է այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը եւ հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա գործակցության եւ կայունության նոր փուլի սկիզբ։ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին, իշահ Հայաստանի եւ տարածաշրջանի բարգավաճման եւ կայուն զարգացման։ Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտից քննչական գործողություններ էր իրականացնում Գյումրու քաղաքապետարանում։ Գյումրու քաղաքապետը եւ եւս 7 անձ ձերբակալվել են կաշառք ստանալու եւ կաշառք տալու մեղադրանքներով։ Կոմիտեից մասնավորապես նշել են, որ մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 8 անձանց ներառյալ համայնքի ղեկավարի նկատմամբ կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու եւ ձերբակալելու մասին որոշումներ։ Ես քեզ ամոթ նույնիսկ զգոն եւ քան բնական դեպքեր ազդեցություն ունենան ու ստանցնում են։ Ահի ազնիվ խոսալով իրանենք քեզ մասամի կանոն սոցիալի բաժանը ավայքը Make it okay, she's getting killed. Again, it's parliament. Could be you. Уже, почему давай.
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մասնավորապես պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը եւ գլխավոր ճարտարապետը տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1 կոտորակ 9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել։ Ավելին, կազմել շինությունն իբրև քանդված եւ նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն, դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով 4 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարի կաշառք։ Ի կատարումն իրենց հանցավոր մտադրության գլխավոր ճարտարապետը համայնքի ղեկավարի հետ նախնական պայմանավորվածության համաձայն նրա գիտությամբ տարբեր անգամներ հանդիպումներ է ունեցել ինքնակամ շինությունը կառուցած քաղաքացու հետ, քննարկումներ ունենալով քաղաքային պաշտոնյաների կողմից շինությունն օրինականացնելու գործընթացի մանրամասների, ինչպես նաև պահանջված կաշառքի առարկա գումարը փուլային գործողություն, գումար սխեմայով մաս փոխանցելու հանգամանքների շուրջ, այդ կերպ ներկայացնելով կաշառք ստանալու վերջնական պահանջ եւ ստանալով այն տալու խոստում։ Բազում պարտից անգամ էլ այսքան չոր մանգապարդը սրտյանը ապեզը կուդանք չկուդանք ամսուդը ավարտագանը սա գործ կենեք մարդը կուդանք կուդտու բանը ավարտագանը ինքին շլիանցի կայդը Ուրն բանին համստանջեզի խոսացի ձյամս վարին է բանորի տանք սեր ինչ-որ բանով ձենես զավ էստինիզի դեր էսի սպոնը չիդեմ կամուզենես բաներով սարսից բարևորզանմանի չիդեմ ինչ այը կանով բաներով հսխան քիչ ես շունեսի բանիպը ինչ են էսա բարևորզանման են ինչ են էսա խոնզոշը Բացի այդ, քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ հանցավոր խմբի անդամները, ձգտելով ապահովել իրենց կոռուպցիոն գործողությունների գաղտնիությունը եւ շարունակականությունը, նպատակաուղղված թիրախավորել են Գյումրի համայնքի ավականու իրենց ոչ ցանկալի անդամներին, նրանց վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ հավաքելու եւ շանտաժի միջոցով վերահսկելի դարձնելու հաշվարկով։ Очень понимать, что станешь не город, я Վերոգրյալից բացի քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ համայնքի ղեկավարը, օգտվելով ի պաշտոնե իրեն տրված հնարավորությունից, գործնականում նախաձեռնել է փաստացի իր կողմից օգտագործվող եւ համայնքի հաշվեկշռում գտնվող հողամասն արհեստական հիմքերի ստեղծմամբ իր ներգրաված անձի անվամբ սեփականաշնորհելու եւ իր մերձավոր ազգականին պատկանող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու նպատակով պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու գործընթաց։ Ավելին, վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաեւ գլխավոր ճարտարապետի կողմից
կողմից եւս 6 դեպքով ապօրինի գործողություններ կատարելու դիմաց մի շարք քաղաքացիներից տարբեր չափերով կաշառք գումարներ ստանալու մասին։ Քրեական վարույթով շարունակվում են իրականացվել լայնածավալ օպերատիվ հետախուզական եւ ապացուցողական գործողություններ, ամբողջությամբ բացահայտելու կոռուպցիոն սխեմայի կառուցվածքն ու գործող մեխանիզմները, ինչպես նաեւ հանցավոր ցանցում ներգրաված անձանց ամբողջական շրջանակը։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քննչական կոմիտեի տեսանյութում ներկայացված ձայնագրությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ խոսակցություններն ընթացել են շշուկով, միացված է եղել երաժշտություն։ Դրանով հանդերձ, սակայն խոսակցությունները լսելի են, քանի որ ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների գաղտնալսումն իրականացվել է անօդաչու թռչող սարքերի միջոցներով հագեցված հատուկ գաղտնալսման համակարգերով, ինչպես ասում են, փորձված աղվեսը 2 ոտքով է ընկնում թալակը։ Այստեղ եկան մի ամերիկան շուրջոկներ ու բաներ մեզ նայում են, տղաներ, բարև ձեզ։ Այսօր տեղի ունեցածից հետո փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը հայտարարել է, թե Գյումրու քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է հայտարարում։ Չնայած փոխքաղաքապետի վերոնշյալ հայտարարությանը, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել, որում ասվում է, որ քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականon աշխատանքը։ Իդեպ Գյումրու քաղաքապետարանում իրականացվող քննչական գործողությունների ընթացքում տեղի են ունեցել անկարգություններ, զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել քրեական վարույթ, ձերբակալվել եւ ամենքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ են տեղափոխվել 23 անձինք։ Հայտնաբերվել ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Երևանում ապաստանած Այշատ Բայրումադովայի դիակը հայտնել է ոստիկանությունը հոկտեմբերի 19-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի վարձակալության տրված բնակարաններից մեկում կնոջ դիկա։ Պարզվել է, որ հայտնաբերվածը հոկտեմբերի 17-ից որպես անհետ կորած որոնվող 23-ամյա Այշա Բայրումադովովն է եղել ու նրա մարմինն է եղել։ Նշանակվել է փորձաքննություն, անհետ կորածի մասին հաղորդվել է ոստիկանությանը, ներկայացվել է այդ ամենը նրա ընկերների կողմից։ Անդրադառնալի թեմաների Տիգրան Գաբրելյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար։ Այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ։ Նիստում անդրադարձ է կատարվել Երևան ավտոբուսի, էլեկտրատրանսպորտի եւ մետրոպոլիտենի աշխատանքներին։ Տիգրան Ավինյանը անդրադարձել է նաեւ Արզումանյան 10 եւ 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին, նշելով, որ չնայած Երևանի քաղաքապետարանը այն իրականացնելու ուղղակի պարտավորություն չունի, սակայն դա անում է բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Առաջին անգամն է, որ Երևան ավտոբուսը, էլեկտրատրանսպորտը եւ մետրոպոլիտենն իրենց պլանավորած աշխատակազմերը դուրս են բերել 100%-ով։ Այս մասին քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության մեկնարկին հայտարարեց Տիգրան Ավինյանը։ Այնուհետև օրակարգային հարցերին անդրադառնալով քաղաքապետը նշեց, որ լավ նորություն ունի։ Բոլոր դատական ատյաններն անցնելով վերջապես կոնսերվատորիայի դիմացի այգին վերադարձվեց քաղաքին։ Պարոն Պետոյան, նախ եւ առաջ եկեք սկսենք մաքրման աշխատանքները այնտեղ, բոլոր հնարավոր պոտենցիալ, այսպես ասած, առաջին քայլերը, որոնք որ պետք է արվեն, մենք կարող ենք սկսել եւ նաեւ սկսենք դիտարկել բոլոր այն առաջարկությունները, որոնք որ ունեցել ենք այգու վերակառուցման, կանաչապատման եւ մնացյալ ամենի, երևի թե հենց այս շաբաթ մի քննարկում իրականացնենք եւ շարժվենք առաջ, կարծում եմ կարևոր հատված է եւ մեր ամենակարևոր այգիներից մեկն էր, որը գտնվում էր շատ վատ վիճակում եւ շատ ուրախ եմ, որ վերջապես իրավական բոլոր հարցերը լուծվել են։ Ավինյանն անդրադարձավ նաեւ Արզումանյան 10 եւ 17 հասցեներում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրին։ Նա նշեց, որ Երևանի քաղաքապետարանն ուղղակի պարտավորություն չունի, սակայն ծրագիրն իրականացվում է բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ըստ նրա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակարաններն ու հասարակական տարածքներն արժեն 0 դրամ, քանի որ դրանք փլուզման վտանգի տակ են։ Ավինյանը հիշեցրեց, քաղաքապետարանն առաջարկել բնակիչներին վերաբնակեցման ծրագիր, որի շրջանակում այդ հասցեներում կկառուցվի նոր շենք եւ բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով։ Այսինքն 0 դրամը պետք է դառնար բնակարան։
Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր որ այս դատական գործընթացներով խնդիր են ստեղծում, թող իրենց պատասխանատվության բաժինը համապատասխանաբար գիտակցեն։ Ավինյանը հստակեցրեց, իրեն չի հետաքրքրում հայցադիմումների մերժման պատճառը, լինի դա տեխնիկական, թե այլ բնույթի։ Նա ընդգծեց, բնակիչները հնարավոր է չեն գիտակցում փլուզման վտանգը։ Լավ, վերջը ինչ է լինելու, այսինքն ինչ են պատկերացնում, որ այդ ձգձգումներով ինչ պետք է անենք։ Մոտավորապես էլի դրա վերջը ինչ է։ Ասեմ ինչ է դրա վերջը, եթե խնդիրը չլուծվեց, մի օր այդ շենքերը փլվելու են, ուղղակի փլվելու են, ու պատասխանատվությունը այո, առաջին հերթին լինելու է նրանց վրա, ովքեր որ ամեն կերպ խոչընդոտում են ծրագրի իրականացմանը, թող բոլորը սենց պարզ շիտակ իմանան։ Երևանի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի նախաձեռնվել է 45 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ, որի ֆինանսական միջոցներն արդեն հատկացվել են։ Քաղաքապետարանի կողմից նախաձեռնվել է նաև 384 կանգառասրահի տեղադրման մրցույթային ընթացակարգ։ Հաջորդիվ քաղաքապետը հայտնեց, որ մյուս տարվա համար 300 միլիոն դրամ հատկացրել են հրատապ կոմունալ բյուջեի համար, որպեսզի կարողանան հրատապություն պահանջող խնդիրներ լուծել։ Պատճառն օրինակ կոյուղիներում շաբաթական 400 վթարներն են, որոնք այսպես ասած տեսք չունեն։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Փոփոխություններ են նախատեսվում տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում, մասնավորապես առաջարկվում է ստեղծել իրավական հիմք ներքին գործերի նախարարության ենթակայությամբ գործող տեխնիկական անվտանգության պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման համար։ Այսպես ասել է Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցման քննարկման ներկայացնելով օրենքի համապատասխան նախագիծը։ Գործող օրենսդրական կարգավորումներով տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտում ըստ էության առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես ՊՕԱԿ-ի հիմնական գործառույթները իրականացվում են նաև հավատարմագրում ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից։ Այս իրավիճակում պետական համակարգի բաղադրիչ մաս կազմող ՊՕԱԿ-ը մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում են նույնական գործունեություն, ինչը հանգեցնում է տնտեսական անհավասար պայմաններ վերջիններից միջև։ Բացի այդ, ներքին գործերի նախարարության եւ ՊՕԱԿ-ի գործառույթները եւս հստակ տարանջատված չեն, շատ դեպքերում կրկնում են իրար։ Արդյունքում նախարարությունը տվյալ ոլորտում լիարժեք չի կարողանում դիրքավորվել իր քաղաքականության մշակման եւ իրականացման գործառույթները իրականացնելիս։ Նախագծով առաջարկվում է ՊՕԱԿ-ի տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման եւ համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրման ու տեխնիկական քննության իրականացման գործառույթները վերապահել միայն հավատարմագրված մասնավոր կազմակերպություններին, իսկ ոլորտի քաղաքականության մշակման լիազորությունները վերապահել բացառապես նախարարությանը։ Հանրապետությունում 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը պարտադիր կնքվելու են էլեկտրոնային տարբերակով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժոռ Սարգսյանը տեղեկացրել է, որ առցանց հարթակում անհրաժեշտ գործիքակազմը գործում է եւ արդեն կան թվային տարբերակով կնքված առաջին պայմանագրերը։ Սպասվող փոփոխությունների շնորհիվ գործատուի կողմից իրականացվող գործողությունները կկրճատվեն, նաեւ կնքվող աշխատանքային պայմանագրերը կհամապատասխանեն օրենքին։ Աշխատողներն էլ կարող են մեկ հարթակում տեսնել իրենց ունեցած աշխատանքային պայմանագրերը եւ կխուսափեն հնարավոր խնդիրներից։ Մինչև 26 թվականի դեկտեմբերի 31-ը 1 տարի ժամանակ է տրվելու մեր գործատուներին եւ աշխատողներին, ովքեր ընդունվել են աշխատանքի մինչև համակարգի ներդնելը կամ համակարգի ներդնելուց հետո դեռ թղթային տարբերակով են աշխատել, քանի որ կամավոր է եղել եւ իրենց պայմանագրերը դեռ համակարգում չեն, 1 տարի ժամանակ է տրվելու, որ այդ պայմանագրերը եւս լինեն համակարգի մեջ։ Նաև ասեմ հետևյալը, որ համակարգի մեջ տեղեկատվությունը նախատեսված է աշխատանքային օրենսգրքի կարգավորումների տրամաբանության ներքո, մասնավորապես մենք գիտենք, որ աշխատանքային օրենսգրքում կա հոդված, որը նկարագրում է, թե ինչ դրույթներ պետք է ունենա աշխատանքային պայմանագիրը։ Մենք ունենք նաև կարգավորում, որում նախատեսվում է, թե աշխատանքի ընդունվելուց ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի աշխատողը։ Եվ այս համակարգի մեջ հիմնական ինֆորմացիան այդ երկու կարգավորումներից է, այսինքն պայմանագրի բովանդակություն, որը վերցված է աշխատանքային օրենսգրքից, եւ աշխատանքի ընդունվելու ժամանակ պահանջվող փաստաթղթեր։ Որպեսզի կողմերի կյանքը ավելի հեշտացնենք, ինչպես ասում են, համակարգի մեջ կան դաշտեր, որոնք ընդհանրապես իրենք պետք է նշում կատարեն եւ անգամ լրացնելու բան չեն ունենա, որովհետեւ
Համակարգը ուղղությունը տալու է, կարգավորումը, եթե հստակ է, որ տարբերակները մի քանիսն են, հնարավորություն է տալու, որ գործատուները ընտրեն հնարավոր տարբերակը, եւ այս պարագայում նաեւ մենք այն խնդիրն ենք լուծում, որ օրենսդրությունը ճիշտ կիրառվի։ Ներկայում իրավակիրառ պրակտիկայում մենք հանդիպում ենք իրավիճակ, երբ գրանցման հայտը տրվում է պետեկամուտների կոմիտեում, բայց պայմանագրի թղթային տարբերակը տրվում է, ստորագրվում է, կողմին տրամադրվում է օրեր անց, լինում են անգամ դեպքեր, որ անգամ չի տրամադրվում։ Այս կարգավորումների տրամաբանությունը այնպիսին է, որ առաջինը հենց պետք է լինի աշխատանքային պայմանագիրը, ինչը եւ աշխատանքային օրենսդրության պահանջը։ Աշխատանքային պայմանագրի արկայության դեպքում է նոր ակտիվանում կոճակը գրանցման հայտ տալու համար։ Եվ գրանցման հայտ տալուց էլ, որպեսզի գործատուները կրկնակի հավելյալ աշխատանքներ չկատարեն, աշխատանքային պայմանագրի բովանդակությունից է գեներացվելու գրանցման հայտը, այնքանով, որքանով, որ աշխատանքային պայմանագրի մեջ կա այդ տեղեկատվությունը։ Նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ խոշորացված համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Արամ Սարգսյանի գլխավորած Հանրապետություն կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանի թեկնածությունը։ Նրանք հանդես են գալիս թիվ 3 հրավերթի ներքո։ Free News-ի հետ զրույցում Արամ Սարգսյանը ներկայացրել է այս ընտրությունների հետ կապված իրենց առաջիկա անելիքները, թիմ ընտրություններին մասնակցելու կարևորությունը եւ ավականու իրենց ցուցակը գլխավորելու համար Մկրտչյանին ընտրելու որոշման պատճառը։ Մանրամասները Դիանա Դավթյանի ռեպորտաժում։ Քաղաքական դաշտից պետք է դուրս շպրտել բոլոր այն ուժերին, որոնք փորձում են Հայաստանը վերածել գուբերնիայի, հայտարարում է Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ Հավելում՝ Գյումրիի սցենարի կրկնություն թույլ չեն տալու, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում։ Այն քաղաքական ուժեր, անհատները, ու մենք մրցակից ենք համարում եւ համարում ենք, որ իրենք ռուսական համատեքստում են տեսնում Հայաստանի ապագան, մասնակցում են մի քանի դեմքով նույն մարդու կուսակցության կամ նույն մարդու քաղաքական բևեռների անդամներ լինելով եւ իրենք փորձում են նույն Գյումրիի մեխանիզմը կիրառել Վաղարշաբաթ քաղաքում Եվ այս առումով մենք համարեցինք այդ անթույլատրելի, մենք համարեցինք, որ Գյումրին շատ վատ օրինակ է, ինչը տեղի ունեցավ Հայաստանում, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ նման տարբերակ վաղարշաբաթում թույլ չտանք։ Նոյեմբերի 16-ին վաղարշաբաթ խոշորացված համայնքում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Հանրապետություն կուսակցության ավականու նախընտրական ցուցակը գլխավորում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ Կուսակցության առաջնորդի խոսքով այս ընտրությունները շատ կարևոր են, հատկապես երբ առջևում 2026 թվականի հունիսի 8-ին ունենք համապետական ընտրություններ։ Ես կարծում եմ Գյումրիում էլ այն մարդիկ, ովքեր այդ քուչի տղեկին դեմ էին, 3 անգամ ավելի էին, քան այն մարդիկ, ովքեր քուչի տղեկով քվեարկում էին։ Ուղղակի այդ մարդիկ չեկան ընտրատեղամաս։ Մեր խնդիրն է այդ մարդկանց ընտրատեղամաս բերել։ Մեր խնդիրն է, որ այդ մարդը առավոտը գնում է աշխատանքի, երեկոյան ժամը 7-ին գալիս է, տանը ընթրիք է անում ու հետո բազմոցի վրա կամ հեռուստացույցին է հետևում կամ համացանցում է, այդ մարդուն հասցնել են մոտեցումները, այն գաղափարները, այն տարբերությունները, որոնք կան պայքարողների մեջ, եւ ցույց տալ, որ պայքարողի հետևում ինչ քաղաքական ուժ է, եւ մի տարի հետո այդ քաղաքական ուժը Հայաստանը որտեղ է տեսնում։ Եթե մարդը գալիս է այս մտքին, ինքը իր երեխայի ապագայի համար գնալու է ընտրատեղամաս, դե եթե իրենք այս ամբողջ ընտրությունները վաղարշաբաթի ուզում են կապել 2026 թվականի ընտրությունների հետ, որ այ վաղարշաբաթում էլ կհաղթենք եւ իշխանություններին դուրս կշպրտենք, նույն կերպ կանենք 2026 թվականին արդեն Երևանում, մենք էլ այդ կկապենք, դեմ չենք այդ կապելու, ու մեր ժողովրդին կբացատրենք, որ դուրս վռնդել է պետք այդ նախկիններին եւ ռուսական գծի մեջ եղողներին, որովհետեւ այդ գծի մեջ էր Բաշար Ալ-Ասադը, ուր այսօր այդ Բաշար Ալ-Ասադը, այդ գծի մեջ էին Լեռնային Ղարաբաղի նախկին իշխանությունները, նախագահ Բակո Սահակյանը, Արգացի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը, ուր են այդ մարդիկ։ Չի կարելի կարճ հիշողություն ունենալ։ Ընդամենը 2 տարի անցել 2023 թվականից, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին բռնի տեղը հանեցին այն տեղում ռուսական զորքի ներկայությամբ։
Այսինքն այս գիծը մեզ չի տանում որևէ տեղի։ Հարություն Մկրտչյանի տեխնացությունը Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու համար Արամ Սարգսյանը պատճառաբանեց այսպես. Հարությունը ամբողջությամբ այն գծի մեջ է, ինչ գծի մեջ է մեր կուսակցությունը, ինքը հասարակական կազմակերպություն է ներկայացնում, ինքը հանրային քաղաքական գործիչ է, հասարակական գործիչ է, բայց մեր կուսակցությունը երբեք խնդիր չի դրել կուսակցականության։ Մենք մշտապես մեր ցուցակներում ներգրավել ենք մարդկանց, ովքեր կուսակցության անդամ չեն, եւ կուսակցությունների մասին օրենքն էլ ասում է, որ 30%-ը մասնակիցների կարող են լինել ոչ կուսակցական։ Այսինքն մարդիկ, որոնք ոչ կուսակցական են, բայց կիսում են այն գաղափարախոսությունը, որում մենք գործում ենք, եւ այդ մարդիկ այդ գաղափարախոսությունը նաեւ տարածում են, մնալով անկուսակցական, մեր գործընկերներն են, մեր համախոհներն են, եւ այդ առումով մենք Հարութին խնդրեցինք, ասացինք, ինչ մոտեցում ունես Վաղարշապատում ընտրությունների հետ մասնակցելու, եւ այդ մոտեցումը, որ Գյումրի 2 թույլ չենք տալու, հենց դա էլ հիմք դարձավ, որ Հարությունը ինքը համաձայնի Գյումրի 2 թույլ չտալու։ Ինքը տեխնացուն վճռական է տրամադրված, եկել է բացարձակ հաղթանակ արձանագրելու համար։ Հանրապետություն կուսակցության անդամների ու համակիրների հետ Երևանում տեղի ունեցած հանդիպմանը Հարություն Մկրտչյանը հայտարարեց. Այս փուլից սկսած մենք մեզանից յուրաքանչյուրը ունի հստակ աշխատանք տանելու Վաղարշապատի հետ կապված։ Առաջին հերթին ես կրկնում եմ եւ թիրախային կետ եմ դա դարձնում Վաղարշապատցիներին հասցնելու, որ Ռոբերտ Քոչարյանը ունի տեխնացու Վաղարշապատում, ժողովուրդ։ Եթե ձեզ խաբել է սիրելի Վաղարշապատցիներ, որ Ռոբերտ Քոչարյանը չունի տեխնացու, դուք խաբվել եք, ձեզ խաբել են։ Նա գլխավորում է հաղթանակ դաշինքը եւ հայ հեղափոխական դաշնակցության կողմից առաջադրված տեխնացու է եւ այն լուրերը, որ Վաղարշապատում տարածվում են, թե ինքը կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, լեկտի սուտ է ուղղակի։ Մկրտչյանի պնդմամբ ամեն ջանք գործադրելու է, որ ընտրողները չհիասթափվեն իդեմս իրեն Հանրապետություն կուսակցությանը քվե վստահելու համար։ Ո՞նց է լինելու Վաղարշապատում Հայաստանը գուբերնիա դառնալու է։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը Հոնկոնգում վայրեջքի ժամանակ Էմիրոսավիաուղիների բեռնատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց եւ բախվել օդանավակայանի ցամաքային ծառայության մեքենային, ինչի հետևանքով եւ մեքենան եւ ինքնաթիռը հայտնվել են ծովում։ Մեքենայում գտնվող երկու աշխատակիցը զոհվել է, ինքնաթիռի անձնակազմի 4 անդամները ողջ են մնացել։ Վթարի պատճառները քննվում է, միջազգային եւ տարածաշրջանային նորություններին տեսաշարով ծանոթացեք։ Թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում հոկտեմբերի 13-ից 20-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը դիտեք տեսաշարով, իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։ Ցտեսություն։ Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 21188 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 497 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 359 ոչ սթափ վարորդ, 756 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 157 քաղաքացի։
Հանրապետությունում բացահայտվել է 830 հանցագործություն, այդ թվում 233 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 102, ֆիզիկական ներգործության 68, խարդախության 50, մարմնական վնասվածք պատճառելու 44, հոգեկան ներգործության 39, անձնական ունեցվածքի գողության 38, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 17 հանցագործություն ևս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 56 հետախուզվող, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 5 դեպք։ 7 օրում գրանցված 107 ավտովթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, վնասվածք ստացել 155-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 513 դեպք, 189 արտակարգ։ Մասնավորապես Հրդեհի 113, Հրդեհի ծագման սպառնալիքի 32, ճանապարհատրանսպորտային պատահարի 61, կենցաղային կանչի 186 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք, փրկարարները օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 4 մարդ։ Բարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող եւ շտապօգնության մեքենայի երթևեկը խոչընդոտող վարորդին։ Հոկտեմբերի 15-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում Toyota-ի վարորդը կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում երթևեկում էր հանդիպակաց, ստեղծելով վթարային իրավիճակ, խոչընդոտելով նաև շտապօգնության մեքենայի երթևեկը։ Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ Toyota-ն հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից հանել են շուրջ 11.5 կիլոգրամ թմրամիջոց, 4 անձ կալանավորվել է։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության գործընկերների հետ համատեղ։ Ըստ տեղեկության, իրացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութեր ներկրվելու Հայաստան։ Օպերատիվ տեղեկության իրացմանը մասնակցեցին նաև Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի ու Շիրակի մարզային վարչությունների, Քննչական կոմիտեի ու ոստիկանության բարեկային ծառայության աշխատակիցներ։ Հոկտեմբերի 11-ին ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 43 ու 35 տարեկան տղամարդիկ եւ 39-ամյա մի օտարերկրացի, 35-ամյա տղամարդու եւ օտարերկրացու վարած ավտոմեքենաներով հանդերձ նրանք տեղափոխվեցին քննչական վարչություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ձեռնությամբ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվեց 3 փաթեթ, ընդհանուր 8 կիլոգրամ 370 գրամ քաշով, դրանից 5 կիլոգրամը մեթամֆետամինի, 3 կիլոգրամ 370 գրամը մարիխուանայի նմանվող զանգվածներ էին, եւ սա դեռ ամբողջը չէր։ Շարունակելով օպերատիվ տեղեկության իրացումը, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվեց եւ իր վարած ավտոմեքենայով հանդերձ նախաքննական մարմին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։ Արդեն հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խոզարկությամբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2 կիլոգրամ 50 գրամ զանգվածով փաթեթ։ Բոլորն էլ կալանավորվեցին։ Հոկտեմբերի 12-ին դարձյալ դատարանի որոշմամբ խոզարկություն կատարվեց նաև 39-ամյա օտարերկրացու վարձակալած Էջմիածնում գտնվող քոթեջում։ Հայտնաբերվեցին 238 գրամ հերոինի, 144 գրամ ապիոնի եւ 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն, 2 անձ կալանավորվել է։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում նույն գյուղի 35-ամյա բնակչի եւ Բալաովիտ գյուղի 33-ամյա բնակչի միջև հուլիսի վերջին տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչից հետո 35-ամյա տղամարդը վրեժխնդրության նպատակով համագյուղացի 28-ամյա ընկերոջը դրդել է սպանել 33-ամյա Բալաովիցուն։ Հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ 28-ամյա երիտասարդը ժամանելով Հայաստան 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել եւ բնակության վայրում պահել հրազեն, փամփուշտներ եւ մարտական նռնակ։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը կատարել է 33-ամյա Բալաովիցու սպանելու նախապատրաստական գործողություններ, իր մոտ պահելով ապօրինի զենք զինամթերք
Նրա տան հարևանությամբ վարձակալել է առանձնատուն եւ հետևելով տեղաշարժին կատարել է լուսանկարահանումներ, սակայն Բալաովիցին հայտնաբերել է նրան եւ ընկերների հետ ծեծի ենթարկել։ Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով վերին Պտղնի գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ 33-ամյա Բալաովիցին սպանելու համար փնտրել են հարմար առիթ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում կանխվել է սպանության մտադրությունը։ Հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել եւ կալանավորվել են։ Նախապատրաստվող հանցագործության գործիք զենք զինամթերքը հայտնաբերվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։